Սա հայերեն է։ Լրատվական ռադիոն ներկայացնում է։ Մեզի շաշկիդի, турецկая բունյանի գերտակի դեպի Համշենական զրույցարան։ Սերգեյ Վարդանյանի հեղինակային հաղորդաշարը։ Բարի օր հարգելի ռադիո լսողներ, ձեր ռադիոն Թունիչ FM 106 եւ կես հաճախության վրա լրատվական ռադիոյի եթերում, ինչպես միշտ այս ժամին իր աշխատանքն է սկսում համշենական զրույցարան հաղորդաշարը։ Տաղավարում աշխատում է Հայկո Հիմինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ հայագետ համշենագետ Սերգեյ Վարդանյանը։ Բարի օր, պարոն Վարդանյան։ Բարի ձեզ։ Մեր ռադիո լսողներին տեղեկացնենք, որ նոյեմբերի 2-ից 4-ը Թուրքիայում կկազմակերպվի գիտաժողով իսլամացած հայերի մասին, որին մասնակցելու է նաեւ պարոն Վարդանյանը եւ խոսելու է համշենցիների մասին։ Մի փոքր ավելի մանրամասն պարոն Վարդանյան, ով է կազմակերպում գիտաժողովը, ովքեր են լինելու բացի ձեզանից եւ ինչ մասն է ձեր հոդվածը լինելու։ Լինելու ուրեմն Եղեռնի տարիներին իսլամացած հայերի մասին գիտաժողով, որը կազմակերպել է Hrant Dink հիմնադրամը, Ստամբուլի ամենանշանավոր համալսարանն է, Բողազիջի համալսարանը, Բողազիջի նաև Բոսֆորի, այդպես էլ կոչվում, Բոսֆորի համալսարանը, 150 տարվա պատմություն ունի համալսարանը, եւ Մալաթիա կազմակերպությունը, այդտեղ կա 3 զեկուցում համշենային նվիրված, մեկը իմն է, մեկը Մահիր Օսկանին է, որը երիտասարդ գիտնական է, դասախոսում է փիլիսոփայություն, ինքնից Խոփայի գավառից է։ Մյուս իմ անունը էս պայն չեմ հիշում, անծանոթ է ինձ, այնտեղ կծանոթանամ, բայց նաև բազմաթիվ երկրներից զեկուցողներ կան, այդ թվում Թաներ Աքչամը, մերոնք շատ լավ ճանաչում են, թուրք գիտնական, որը Եղեռնի մասին բազմաթիվ գրքեր է գրել, ուրիշ հայտնի գիտնականներ նույնպես խոսում են, այս պայն իմ մտքից չի գալիս, ուրեմն իմ զեկուցումը լինելու է մի քիչ այսպես սուր թեմայով, իսլամացած համշենայերը, զոհեր եւ վկաներ։ Պետք է խոսեմ, որ իսլամը համշենցիները իրենք չէ որ տեսել են Եղեռնը։ Մենք միջի հիմա տալիս ենք Եղեռնը վերապրողների հուշերը, մենք հրատարակում ենք, ովքեր վերապրել են, բայց նաև ականատեսներ են եղել, որոնք Եղեռնին չեն, զոհեր չեն, բայց իրենք իրենց աչքով տեսել են եւ ինչ որտեղ նաև զոհեր են։ Հիմա այս առաջի անգամ այդ գրառումս 84 թվին արեցի Կզլկիա քաղաքում Կիրգիզիայի։ Երբ որ զրուցում էի Կզլկիայում Ղարաբաղջակոğlu հետ, ինքը պատմեց, որ ինչպես իրենք փոքր ժամանակ, երեխա ժամանակ տեսել այդ բոլորը, ինչպես են իրենք ընտանիքով տեղափոխվել, ուրեմն հայ գյուղ, քանի որ հայերին աքսորել էին, ուրեմն իրենք ընտանիքով որոշում են տեղափոխվել Օրդուի շրջան, հայկական գյուղ, այնտեղ պատերազմի թատերաբեմից հեռու մնալ։ Ուրեմն դուսուն Ղարաբաղջակոğluին 1905 թվականին ծնվել էր Աջարեի Գոնիա գյուղում։ Մերոնք հիմա շատ են գնում Աջարիա, Բաթումի դեպի սահման, այդ Գոնիոն հայտնի գյուղ է, այդտեղ է ծնված լինում, այդտեղ համշենցիներ էին բնակվում։ 44 թվին աղաքսորվում է Միջին Ասիա, 84-ին հանդիպեցին, այս պատմեց, որ փոքր ժամանակ իրենց ընտանիքը տեղափոխվում է Թերմեի գավառ, Տրապիզոնի վիլայեթ, համշենցիներ էին Թերմեի գավառ, Կոջաման բաշի գյուղ։ Այս Կոջամանյաններ կան։ Մի նկարիչ էլ ունենք նշանավոր, կարծեմ Արգենտինայում էր ապրում Կոջամանյանը։ Այս Կոջաման բաշին այդպիսի հայտնի գյուղ էր, որի բնակիչներին կոտորել էին, եւ սրանց ընտանիքը Ղարաբաղջակոğluների որոշում է գնալ ավելի կենտրոն դեպի դե, հիմա այս պատերազմի թատերաբեր մեր սահմանային շրջանում։ Եվ գնում են այդտեղ եւ ասում են մի գիշեր ինքը պատում է, դե ժամանակել է 10-11 տարեկան երեխա հիշում էր, որ ասում է մի գիշեր մեր տուն եկան 4 հոգի, ասում հայեր, սարից իջել էին, այդ լեռները էին բարձած այդ գյուղացիները, մի կին երեխա բերեցին իրենց հետ, խնդրեցին, որ մենք պահենք։ Հայեր են եւ այդ գյուղացիներ են Կոջաման բաշից եւ պատմեցին, ասում իրենց հետ ինչեր են թուրքերը արել, ասում հայրս Աբդուլան դաց եղավ եւ նրանց մի հատ կով տվեց, նվիրեց, ուտելիք տվեց, որ այս մարդիկ բարձրացնեն լեռներում թաքնված հայերին տան։ Ասում որոշ ժամանակ այդ հայ կնոջն ու երեխային մենք պահեցինք, բայց հետո հայրս ասեց մենք չենք կարա ուրիշի տոն ապրենք։ Այդ հայի տան են մտել ապրել։ Մի մարդկանց, որոնց կոտորել սպանել են, մենք ոնց ուրիշ տան ապրենք, ասում մենք վերադարձանք մեր գյուղ էլի, բայց ասում իմացանք հետո այդ կնոջն ու երեխային թուրքերը սպանել են։ Ղազախստանի Չիմքենդի մարզի ուրեմն Չիրկինո գյուղում էլի էս հանդիպեցի Իսխակ Կարայիբրահիմովին։ Այն ժամանակ կլին 88 թիվ էր 1800, պաստորեն լինում էր 96 տարեկան էր այդ ժամանակ։ Տարիքով մարդ էր, ջերմակյան էին ասում, կապտաչյա, այդպես խարտյա մարդ էր եւ իրենց ամբողջ տոհմատ այդպես է։
ջերմեկցիների տոհմ կա, բոլորը Խարտիաշեն Կապուտաչա։ Այդ ջերմեկցիները բաներ, ինքը պատմեց, որ պատերազմի Եղեռնի տարիներին մեծահարուստ մարդ էր, ինքը շատ օգնել։ Կարա Իբրահիմովը Իսխակ եկել է ուրեմն Աքսորից փախել է գախնի, եկել է ոսկիները թաղաստեղից հանել են Ստալինի ժամանակ, պատկերացրեք ինչ քաջություն է պետք եղել, ոնց է ասել Միջին Ասիայից այդ իր թաքցրած ոսկիները հանել, բերել եւ այդ Միջին Ասիայի իր հայրենակիցներին շատերին ասել կյանքը նա է փրկել այդ ոսկիներով, սովամահ են լինում մարդիկ։ Այդ մարդը պատմեց, որ ինքը Եղեռնի տարիներին 18 հայ է փրկել։ Եվ անցկացրել սարը եւ նույնիսկ ինձ պատմում էր, ասում էր Վարսենիկ անով մի աղջիկ կար փոքր, ասում հայրը բերեց թողեց իմ մոտ, ես պահեցի հիվանդ էր, ասում այդ աղջիկը, ինքը լավ դե արդեն 90 քանի տարեկան էր, լավ չէր հիշում դե։ Ասում է Վարսենիկը իր աղջկանը ես պահեցի սարերում պահերին, ասում առողջացավ, այդ հայրը եկավ անցկացրեցինք, ասում ապահով տեղեր։ Այդ նույն գյուղում հանդիպեցի մի կնոջ, Խաուլա Կարա Իբրահիմովային։ Նա էլ 1898 թվականին ծնվել էր Խոփայի Չավուշլու գյուղում։ Շատ գեղեցիկ գյուղ է, եղել եմ հրաշք մի գյուղ բնության մեջ եւ այսեն եզակի գյուղերից որ անունը չեն փոխել։ Չավուշլու էլ մնում է։ Այս կինը պատմում էր, ասում է փոքր աղջիկ էի, երբ որ գնացինք Արտանուջի մոտ, ուրեմն Ջեննեմ դերեսի կա, Դժոխքի ձոր թարգմանվում է, մի սարսափելի վայր է։ Ես ուրեմն գնացել եմ, հետեւ լուսանկարել եմ այդ ձորը։ Մեն որ մենք ահա սարսուր բառը որ կա, երևի ձորին է վերաբերում, որ նայում ես, արդեն ձորը իր տեսքով սարսուր է մեջը մտցնում։ Ինքը ասում է, որ աղջիկ փոքր աղջիկ էի, դե ժամանակ պաստորին քանի տարեկան եղա, 92 տարեից 16-17 տարեկան աղջիկ եղել։ Տեսել է ասում ոնց էին Արտվինի եւ Արտանուչի հայերին, որոնք ասում է շատ երոնդ գեղեցիկ աղջիկներ էին, կանայք լավ թանկարժեք շորեր էին, ագդե գյուղացիներ են սրանք եղել։ Տեսնեն քաղաքացիները լավ հագուստներով, ասում են վերում գցում էին ժայռից թուրքերը։ Եվ ինքը շատ է բան եղել, ազդվել դրանից եւ հիմա որ պատում էր անդադ ծնկների ներխփում ու լացեր լինում այդ կինը, պատկերացեք այսքան տարի հետո ոնց է տպավորվել ու անդադ կրկնում էր երոնդ աղջկենին կուլանի, ասում էր սիրուն աղջիկը լաց էին լինում։ Այդ էր դա այդ կինը պատմեց։ Դրանից հետո ես ուրեմն ստացվեց 2010 թվականին եղա այդ Ջենեմ դերիում, ինչպես ասացի, լուսանկարեցի։ Հիմա այդ կոնֆերանսին այդ նկարները պետքա ցույց տամ այդ ձորի եւ այդ ասացողների մասին։ Ուրեմն այդ նույն դեղի մասին օրինակ հետաքրքիր է։ Ինձ պատմեց նույն Հիկմետ Ակչիչեկը։ Մենք նախորդ հաղորդումներում նրա մասին խոսել ենք, այդ համշենցի երգիչը։ Ուրեմն նա երբ որ մենք իրար հետ էինք այդ Ջենեմ դերեում, որ նկարում էի, իրեն պատմեցի, ասի գիտես ուզում եմ սա տեսնեմ անպայման, որ այսպեսի բան ինձ ասեցին, ինքը ասես գիտես ես էլ երեխա ժամանակ լսել եմ։ Ասում եմ, որ մենք Յայլայից գալիս ենք, ասում եմ, Հաջի Գադիր բարեկամ ունեմ, այդ Հաջի Գադիրը ասում եմ, ինձ պատմեց այսպեսի հետաքրքիր բան։ Ասում եմ, ուրեմն գիտեք, սահմանը որ 21 թվականին բաժանվեցին այս համշենցիների գյուղերը, բայց դեռ ինչ-որ թույլտվություն կար ինձ ստանային, որ գնային կողքի բաները իրար այցել էին։ Բա մինչև 30-ական թվերը դա գործում էր։ Այս Հաջի Գադիրի կինը հիվանդանում է, տանում են Բաթումի հիվանդանոց։ Այնտեղ դա մարդը կնոջ է որ խոսում, ասում է բժշկուին, որ լսում է մոտենում, ասում է դուք ինչ եք, համշենցի եք։ Ասում են հա համշեն, բժշկուին հայ է լինում, Բաթումի հիվանդանոցի, դե որտեղ համշենցիները Արտանուչով են գալի գնում։ Իրանց Յայլան եւ միշտ է գնում գալի, բնականաբար արտանուրջիները համշենցիներին լավ էին ճանաչում։ Եվ այս կինը, որ այս Գադիրի կնոջը խնամել օգնել է շատ, դե չի իմացել որ համշենցի է։ Այդ խոսակցությունից է իմանում եւ ասում է որ կգնաք իր տանտեղն է նկարագրում Արտանուջում, ասում է որ կոտորած եղավ ես ու ամուսինս, որը նույնպես բժիշկ է լինում այդ Բաթումի հիվանդանոցում։ Ասում է թաքնվել էինք ձեռնահարկում մեր տան։ Բոլորին կոտորեցի, այդ ժայռից գցեցին կամել Արտանուջի այդ ժայռի Ջենեմ դերեի։ Եվ ասում է իր տանտեղն է նկարագրում, ասենք ժայռի ներքևը երրորդ տունը, այս ինչ բանի վրա, ասում է կգնաս եւ ասում է իմ աչքերով իմ տանը կնայես երկար։ Ինքան կարոտած է լինում այդ կինի իր տունը եւ ասում է թե հանգարտ չգնաս իմ տանը երկար չնայես, հարամ կլինի այդ իմ բոլոր արածը որ ձեզ օգնել եմ։ Եվ Գադիր ասում է որ եկանք հետ ես վերկացա գնացի այդ տունը գտա եւ կանգնեցի երկար նայում էի այդ բժշկու աչքերով իր տանը։ Այդպեսի մարդկային պատմություն։ Իմ ելույթը նոյեմբերի 2-ին է, մենք արդեն խոսեցինք որոշ բաներ իմ ելույթից, մոտ 40 լուսանկար եմ ցույց տալու ելույթի ընթացքում, այդ կոտորածի տեղերը, այդ մարդիկ ովքեր ինձ պատմել են այդ բոլորը, օրինակ մի անակնկալ արձագանք Եղեռնի 2 տարի առաջ Քեմալ Փաշա Ավանում
շինանյութի խանութում է աշխատում, Իսմեթ Ակսիչեկ, 63 թվականին ա ծնվել, ուրեմն 50 տարեկան մարդ, ինչ պատմեց ինձ։ Ասում է 90-ական թվականներին վարորդ ա եղել։ Դե համշենցիների մեջ վարորդ շատ է հանդիպում, ասում է վարորդ էի Թիֆլիսից, ասում ապակի բարձեցինք, մի հայ կին, գործարար, այդպես ասում է, գործարար կիներ, ամբողջ այդ մեծ ֆուրը ապակի են բարձել, որ տանելու են Արդվին ծախեն, ասում է հենց եկանք հասանք Թուրքիայի սահմանին, այդ կին ասում է փոխվեց մեկ էլ։ Ասեց ես Թուրքիա չեմ գա, ես թուրքերին չեմ սիրում, իմ պապին տատին ասում է նրանք արտանոչի զայրից գցել են։ Բայց մարդը զարմացել ասում է, բայց ինչ անեմ, ոնց անեմ, բայց ապակին ինչ, ասել է չէ չեմ գա եւ այդ իջերա մեքենայից, պաստորեն ծասկա բերը, որ ախրելի գումար է նաև անում, այս մարդը դե ազնվորեն տարել հանձնել Արդվինում։ Ուրեմն ինչ հետաքրքիր բան է դա, կնոջ մոտ արթնացել է այդ իր պապի բանի հիշողությունը եւ չուզեցել այդ երկիրը մտնի, այդ ձորով անցնի, որտեվ այդ ձորով պիտի գնային իրենք, այդ ճանապարհները տեսնեին բան ու տեսնի իր նախնիներին որտեղ են սպանել։ Ուրեմն քանի տարի անում, համարյա 100 տարի հետո եղեղրնի արձագանքը ինչպես է դուրս գալիս։ Ջենեմ դերեի սարսափների մասին ինձ պատմեց նաև գիտեք ով։ Բիրիաշամ ամսագրի խմբագիր Ջեմիլ Աքսուն։ Երիտասարդ տղա էր, նա պատմեց, ասում է որ դե ինքն էլ որ էլի համշենցի է խոփայում էր ապրում։ Ասում է որ գնում ենք Յայլա գալիս էինք, ասում է մի 15 տարեկան էի, պապս, ասում է մի օր ասեց այդ ճանապարհին Պապը ծնվել 1900 թվին, Մեհմեդ Աքսուն։ Մեհմեդ Աքսուն Խիկո գյուղում ա ծնվել, ասում է, ինձ ասեց, երբ որ քո տարիքին էի, ու ասում է պատմել եմ, մի օր ինքը սահմարկեցուցիչ բան ա տեսել, սրա պապը ոնց ասում է հայերին բերել էին, եւ այդ ջարից գցում էին, եւ ասում է մի կին կար հղի, եւ երկու երեխաներ աս չորերից այդ կնոջ փեշերից բռնած, կին եւ ասում է հղի կինը խնդրում էր թուրք ժանդարմներին, որ սկզբից իրան գցեն, ջարից ոչ թե երեխեքին չտենա եւ Էտա խնդրել որ ինձ գցեք երեխեքից մի գցեք, բայց ասում է էլի երեխեքին իր աչքի առաջ գցեցին ժայռից, նոր հետո այդ կնոջը եւ այդ մարդը Ջեմիլի պապը շատ էր ազդվել դրանից եւ պատմել է իր թորանը եւ այդտեղ որտեղ հայերին գցել են այդ բարձր ժայռից կոչվում է սեսլիկայա, այսինքն ձայն հանող ժայռ, սեսը ձայնն է եւ մարդկանց որ գցել են դե մի մասը ողջ է մնացել, տնքացել, դեռ մի քանի օր ջարդու խուրձ եղած մարդիկ ցավից ձայներ են հանել Ժարի անունը մնացել է Սեսլիկայա։ Ես իմ այդ ժարն էլ նկարեցի, լուսանկարեցի, պիտի ցուցադրեմ, շատ ահավոր մի ժար է, բարձր է։ Մի խոսքով իմ զեկուցումը հիմնականում նվիրվել է դրան, նաև խոսել եմ Ռիզեի նահանգի մասին, Ռիզեի նահանգում էլ փաստորեն գիտեք ոնց է։ Մենք ասում ենք իսլամացած, բայց միջև 20-րդ դարի սկիզբեր քրիստոնյաներ կային։ Օրինակ, հենց Ռիզեի նահանգում 22 տուն համշենցի կար քրիստոնյա, Եղնովիտ գյուղում։ Եկեղեցի կար, այսինքն այն չի որ մի անգամից եկան բոլորը մեկ օրում կրոնափոխվեցին ու գնացին։ Դա process է եղել, պայքար է եղել, մի մասը գաղտնի է պահել իր քրիստոնեությունը, մի մասը բացահայտ է պահել եւ այլն։ Պաստորը մինչեւ 20-րդ դարի սկիզբը կար քրիստոնյաներ 22 տուն։ Ես դա իմիջիալ պաշտոնական թիվ եմ ասում, մարդահամարում հենց դա կա։ Թուրքական մարդահամարներում գրված է որ Եղնովիտում Էլևիտ գյուղը 22 տուն քրիստոնյա համշենցի համշենգավառում եւ այդտեղ էլ ուրեմն 2 տարի առաջ 11 թիվներ այնտեղ հյուրանոցում այդ քարտալ հյուրանոցի տիրուին Հալիդե Ելդերդեմը պատմեց որ իր մայրը պատմում էր որ իրենց գյուղի եւ իրանք էլ են ըստիրուտի քրիստոնյա եղել որտեղ իր քերիներին բանիներ են տարել մոր քերիներին եթե քրիստոնյա չլինեին նրանց ինչի՞ պիտի ակսորեին Ուրեմն ես կիններ ցակումով, այսպես ասենք, քրիստոնյա էր եղել եւ իրենց ազգականներին են տարել կոտորել։ Պաստորեն Ռիզեի նահանգում էլ այդ կոտորածը եղել է։ Եվ ինչպես նախորդ մեր հաղորդումներից մեկի ժամանակ ասացի, Աշենուր Կոլիվարն էլ այդ երգչուհին 2000-ական թվականների սկզբներին ինքն էլ գրառել է այդ Եղնովիտում։ Հիմա այդ երգը որ կա Ճորոխի Կովուշը, Ճորոխի այդ երգն եմ դնելու լսեն եւ մի երգ է երգում չգիտեմ եթե մեր հաղորդում լսող կնդիրները չեն լսել երևի այդ հաղորդումը ովքեր լսել են գիտեն ովքեր չեն լսել նորից ասեմ որ Աշենուր Կոլիվարը ծնվել է 76 թվականին ասին երիտասարդ աղջիկա երգչուհի է Ռիզեի նահանգից է համշենցի է եւ նա երգում է Ճորոխի Քովուշը Ճորոխի ողբը երգը եւ այդ երգը էսպես է որ հայկական ավանդություն կա Ճորոխ գետի մասին, պատմել եմ ուղղակի բնականաբար ոչ բոլոր հաղորդումներն են բոլորը լսում եւ մայրը երեխայի Ճորոխի ապով գնալիս ջորի ծնգնում է երեխան գետը եւ
երբ որ բայց ճորոխը քան որ շատ աղմկոտ գետ է լինում, դա մի հսկա գետ է շատ լայն։ Մայրը չի լսում եւ երբ որ շուրա տալի գալիս արդեն երեխան խեղդվելուց է լինում եւ անիծում ասում ճորոխի ձենը գդրի, գադիրին ձինը գդրի։ Ճորոխի ձայնը կտրվի եւ ջորիների ձինը կտրվի։ Եվ այդ օրվանի ճորոխը ձայն չի անում, ջորիներն էլ ձին չեն ունենում, քուրակ չեն ունենում։ Դա այդտեղ ուրեմն այդ երկի մեջ ինքը մտցնում է մի բա, այդ իր գրառումները, ինքը ուրեմն այդ Եղլեավիտ գյուղում գրառել կոտորածով, ինչպես են հայերին տարել ճորոխում խեղդել։ Եվ այդ երկում դնում է այդ մասին։ Մի այսպես բողոքի ճիչ դնում է, թե ասում է ճորոխը ասում է չկշտացավ, այդքան արյուն տեսավ, քանի որ ասում է այստեղ արյուն էր հոսում ճորոխով, միթե չկշտացավ։ Եվ շատ հետաքրքիր է, ինչպես նախորդ անգամ ասացի, որ 300 տարի առաջ իսլամացած ընտանիքի աղջիկը, չգիտեմ դա որ սերունդն է գալիս, այդպես այսօր երկում է Եղեռնի մասին եւ ինքը Ստամբուլում է երկում եւ այդ մասին խտասկավառակ է հրապարակում։ Լավ կլիներ այս երգը լսեին, մեր ունկնդիրները շատ ազդեցիկ երգ է, այս այդ երգն էլ եմ այնտեղ որոշել ցեկուսման ժամանակ դնել վերջում եւ կարծում եմ շատ ազդեցիկ կլինի, այնտեղ հասկանալ է որ թուրք ուսանողներ, պրոֆեսորներ պետք է լինեն, մտավորականներ եւ այս բոլորը նրանք արդեն ռեալ փաստացի երգեր են, փաստացի վկայություններ են այս բոլորը ներկայացվում։ Շնորհակալություն պարոն Վարդանյան, ձեզ հաջողություն մաղթենք, իսկ մեր ռադիոլսողներին ասենք, որ մնան մեզ հետ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հաջողություն։ Դամերնուշե որտաղերորտի Թում որտաղետորտի Ջերմակ ճագդի դու պեսիկ բոյտ մատաղելի մորտի Դայ մուրատորտի Դայ եսկեզի օրտի Ջոխին ամատա ունացի օրտի